Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում լսել մեր կողմից պատրաստված հուզիչ պատմություններից մեկը, իհարկե չմոռանաք պատմության վերջում անպայման գրել արդյոք այն ձեզ դուր եկավ, թե ոչ։ Սառան դեռ մանկուց առողջական խնդիրներ ուներ, սրտի բնածին արատը նրան թույլ չէր տալիս վազել, ցատկել, նույնիսկ երբեմն երկար քայլել։ Նրա երազանքները պարզ էին՝ ուսանել, ունենալ ընտանիք, երեխաներ, բայց հենց այդ երազանքներից մեկն էլ բժիշկները խլեցին։ 20 տարեկանում նրան ասացին այն ճշմարտությունը՝ դու չես կարող ամուսնանալ և երեխա ունենալ, դա ուղղակի քեզ կսպանի։ Սառան ապրում էր այդ ցավով, բայց ծնողների համար նրա չամուսնանալը սարսափելի էր։ Նրանք ապրում էին փոքր համայնքում, որտեղ ամեն աղջկա կյանքի գլխավոր նպատակը ամուսնությունն էր։ Ծնողները որոշեցին խաբեությամբ փրկել իրենց դստերը։ Նրանք ծանոթացրին Սառային Արամի հետ, երիտասարդ, հոգատար ու չիմացող, թե աղջիկն ինչ խնդիրներ ունի։ Ասացին միայն, որ Սառան շատ նրբակազմ է և բժիշկները խորհուրդ են տվել խուսափել մեծ սթրեսից։ Արամը սիրահարվեց, Սառան նույնպես։ Ամուսնացան, գեղեցիկ արարողություն արեցին, իսկ Սառան անգամ չնկատեց, որ իր կյանքի ամենավտանգավոր քայլն արդեն արել է։ Ամուսնությունից հետո ամեն ինչ իդեալական էր, Սառան չէր հիշում անգամ բժիշկների զգուշացումը, բայց մի օր ուշացավ, այն օրերից մեկը, որից վախենում էր ամբողջ կյանքում՝ հղիություն։ Երբ նա հաստատեց լուրը, ծնկեց ու լաց եղավ, ոչ ուրախությունից։ Նա դիմեց բժիշկներին, որոնք ապշեցին. «Դու պիտի որոշես, քո կյանքը, թե երեխայինը, երկուսին չենք կարող փրկել»։ Սառան ընտրեց երեխային։ Արամը խելագարվեց, բժիշկները չէին զգուշացրել նրան, նրա աշխարհը փուլ եկավ։ Նա սիրում էր կնոջը, բայց չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ կկորցնի նրան։ Երկար ամիսներ անցան, Սառան չէր ժպտում, չէր քնում, միայն սպասում էր։ 7-րդ ամսում վիճակը սրվեց։ Աղջիկը ծնվեց վաղաժամ, Սառան ընկավ կոմայի մեջ։ 2 շաբաթ, 14 օր ու գիշեր Արամը տուն չէր գնում։ Նա նստած էր հիվանդասենյակի դիմաց, ձեռքին Սառայի սրտի զարկերը հետևող մոնիտորի ձայնը միակ հույսի աղբյուրը։ Նա երեխային տեսնելու էր գնում կաթիլներով, արցունքներ էր թափում, իրեն մեղավոր էր զգում, որ սիրում է այդ փոքրիկին, ում գոյության գինը կարող էր լինել Սառայի կյանքը։ Ծնողները լուռ լաց էին լինում։ Մայրը պահում էր Սառայի մանկության փոքրիկ զգեստը, նրան այն հիշեցնում էր, թե ինչքան էր փխրուն իր աղջիկը, բայց ինչքան ուժեղ էր նա ներսից։ Հայրը մի անկյունում կոտրված նստած էր, առաջին անգամ տղամարդու արցունքներով, լցված աչքերով։ Ես դա արեցի, ես նրան մղեցի մահվան, մտածելով, թե մայր լինելն ավելի կարևոր է, քան պարզապես լինելը։ Եվ հենց այդ օրը, երբ բժիշկներն արդեն պատրաստվում էին խոսել վատագույնի մասին, Սառան ձեռքը շարժեց։ Փոքրիկ մի շարժում, բայց այն փոխեց ամեն ինչ։ Մոնիտորը սկսեց արձագանքել։ Արամը մոտեցավ նրան և լուռ ասաց. «Սառ, ես այստեղ եմ»։ Սառան բացեց աչքերը, ձայն չկար, բառ չկար, միայն արցունք սահող այտերով, երբ նա տեսավ դիմաց կանգնած տղամարդուն, հոգնած, բայց ժպիտով, հետո փոքրիկին, ում առաջին անգամ էր տեսնում։ Երբ նրան տվեցին երեխային, Սառան գրկեց այնպես, ինչպես միայն մի կին կարող էր գրկել այն, ինչի համար պատրաստ էր կյանք տալ։ «Իմ կյանքի ամենամեծ սխալը ամենամեծ հրաշքը դարձավ», շշնջաց նա։ Ծնողները ներս մտան սպասելով մերժման, ատելության, գոռոցների, բայց Սառան նայեց նրանց ու ասաց. «Ես ձեզ ներել եմ, որովհետև հիմա գիտեմ ինչ է նշանակում ապրել, սիրել ու ծնունդ տալ ոչ միայն երեխային, այլ նաև ինձ»։ Սառան արդեն հիվանդասենյակից դուրս էր եկել, նա քայլում էր դանդաղ, բայց վստահ, ձեռքին փոքրիկը։ Արամը քայլում էր կողքին, պատրաստ ամեն վայրկյան պահելու նրան, եթե երբևէ սայթաքեր։ Բայց Սառան այլևս չէր սայթաքում։ Նա վերածվել էր մեկի, ով արդեն անցել էր կյանքի և մահվան սահմանն ու վերադարձել էր ավելի ուժեղ, ավելի գիտակից։ Ծնողներն ամեն օր գալիս էին, լուռ զգուշությամբ, կարծես քայլում էին իրենց իսկ կառուցած փլատակների վրայով։ Բայց Սառան նրանց գրկում էր ամեն անգամ։ Ոչ բառերով, այլ մաշկի ջերմությամբ, աչքերի մեղմությամբ,
Նա հասկացավ մի բան, երբ մարդիկ սիրում են սխալ ձևով, դա ցավ է պատճառում, բայց միևնույն է, դա սեր է։ Մի օր երեկոյան Սարան նստած էր պատուհանի մոտ, փոքրիկը քնած էր կրծքին, իսկ Արամը կողքին։ Արտաքուստ ամեն բան խաղաղ էր, բայց ներսում լիքը փոթորիկներ, հարցեր, որոնք սպասում էին պատասխանների։ Արամ, դու դեռ ինձ հետ ես այն ամենից հետո, Սարան հազիվ լսելի ձայնով շշնջաց։ Արամը նայեց նրա աչքերին, երկար ու լուռ, հետո ժպտաց. Ես չեմ գնա երբեք։ Ես գնացել էի ինձանից, երբ դու ինձնից հեռու էիր, բայց դու նորից ինձ բերեցիր։ Նրանց կյանքում նոր էջ բացվեց, այլևս ոչինչ նույնը չէր։ Սարան չկարողացավ շարունակել ուսումը բժշկության ոլորտում։ Նրա սիրտը թույլ էր, բայց նա դարձավ կյանքի մասին պատմող օրինակ երիտասարդ աղջիկների համար դպրոցներում, համացանցում, համայնքներում։ Նա պատմում էր իր ճշմարտությունն առանց ամաչելու։ Երբ կյանքը քեզ զրկում է ընտրելու իրավունքից, մի լռիր, բայց եթե սերը կարող է բուժել, մի վախեցիր կրկին սիրելուց։ Փոքրիկ աղջիկը Լուսինեն մեծանում էր սիրով ու ժպիտներով։ Նրա անունը չէր ընտրվել պատահական, նա իր ծնողների կյանքում լույս էր բերել։ Եվ երբ տարիներ անց Սարան գրեց իր պատմությունը, այն ավարտվեց այսպես. Ես մահից մի քայլ էի հեռու, բայց ես ապրեցի, ոչ թե պարզապես մնացի ողջ, այլ սկսեցի ապրել, որովհետև երբ ամեն ինչ քեզնից վերցվում է, մնում է միայն մի բան՝ սերը, և այն քեզ վերադարձնում է կյանք։ Տարիներն անցնում էին, Սարայի աչքերում ավելանում էին ոչ թե կնճիռներ, այլ պատմություններ։ Ամեն մի ժպիտ հաղթանակ էր, ամեն մի լռություն ապրած ցավի հիշեցում։ Նա այլևս չէր փնտրում արդարացումներ ոչ իրեն, ոչ իր անցյալին, ոչ էլ այն մարդկանց, ովքեր երբևէ կոտրել էին նրան։ Սարան սովորել էր ապրել չհարցնելով ինչու։ Նա ապրում էր լուռ ուժով, որ ծնվել էր իր ներսում այն օրը, երբ առաջին անգամ ձեռքերով գրկել էր իր դստերը։ Լուսինեն մեծանում էր մի տանը, որտեղ սերը ուղղակի օդի մեջ էր, բայց նա տխուր էր։ Մի օր, երբ Լուսինեն արդեն 8 տարեկան էր, եկավ մայրիկի մոտ ու հարցրեց. Մամ, դու երբևէ վախեցել ես։ Սարան ժպտաց քաղցրությամբ, մատերով սահեց դստեր մազերի միջով ու ասաց. Շատ անգամ, բայց հետո հասկացա, որ վախից ուժեղ մի բան կա՝ սերը։ Եթե սիրտդ լի է սիրով, անգամ ամենամութ գիշերը կարող ես անցնել լույսով։ Եվ գուցե հենց այդ խոսքերով էր, որ Սարան փակեց իր կյանքի ամենամեծ գլխի վերջին էջը, ու տխրությունը փոխվեց ուրախությամբ։ Նա այլևս զոհ չէր, այլ կին, ով անցել էր դժոխքի միջով, բայց վերադարձել էր լույս բերելու ուրիշների կյանք, և այդ լույսը երբեք չէր մարում։